Ողջույն բոլորին։ Այսօր ֆայլերի բաժնից մի հատ բավականին հետաքրքիր խնդիր կանենք, գուցե համատաբար դժվարոտ, բայց քայլ առ քայլ կմոտենանք, պետքա որ օքեյ լինի։ Խնդիրը հետևյալն է, ունենք երկու հատ ֆայլ, անունները մեզ մուտքում կտան այդ երկու ֆայլերը, օրինակ doc.txt ու second.txt, ասենց ինչ-որ ֆայլեր են։ Այս առաջինի մեջ ասենց սիրուն համարակալած է ինչ-որ տարբեր գործեր, որ պետքա անենք, կամ կարող չի ինչ-որ կա տարբեր բաներ համարակալած գրված է, իսկ երկրորդի մեջ ասենց խառը ուղղակի իրար տակ գրել են առանց համարակալման։ Հիմա ուզում ենք այս երկու ֆայլը կպցնենք իրար, առաջինից հետո այս երկրորդը շարունակվի, բայց այս երկրորդն ուզում ենք, որ շարունակի համարակալումը։ Այսինքն ստեղ էս առաջի 4 տողը որ կա, այս առաջի 4 տողը մնում է, հետո ավելանում է այս customer satisfaction through early եւ այլն, բայց արդեն համար 5-ից է սկսում ու տենց մինչև վերջ գնում։ Դե եկեք անցնենք գրելու։ Նախ եկեք ֆայլի անունները կարդանք։ File name 1, input ու file name 2։ Տեսեք, հիմա եթե ուզում ենք կարդանք մենք եթե ուզում ենք երկրորդի տեքստը գցենք առաջինի տեքստին, պետք է մի հատ նախ իմանանք, թե որ համարից է սկսում։ Այսինքն պետք է իմանանք, թե քանի տող կա արդեն նախորդի մեջ, որ իմանանք քանի հատ նշում կա արած, 1, 2, 3, 4, որ իմանանք մենք էլ 5-րդից սկսենք։ Դրա համար մեզ պետք է մի հատ նախ բացել ու կարդալ այս ֆայլերը, եկեք միանգամից երկու ֆայլն էլ կարդանք իմիջայլոց։ Ասենք with open file name 1 as f1 ու եկեք նոր տող գնանք ու open file name 2 as f2։ Ստեղ ասենք text 1-ը հավասար թող լինի f1 get read, text 2-ն էլ f2 get read։ Հիմա որպեսզի ստանանք, թե քանի տող կա այս text 1-ի մեջ, կարանք հաշվենք, թե իր մեջ քանի հատ slash-ն կա, դրան 1 գումարենք, կամ ըստ slash-ների բաժանենք ու տեսնենք, թե քանի տող եղավ։ Էլի մեթոդներ կա իրականում, դե readlines եւ այլն, բայց եկեք մենք հիմա այս բայի իմացածով շարժվենք։ Կարանք մի հատ ստեղ տպենք, ասենք text 1 get split, տեսնենք ինչ է տալիս։ Ու split-ի մեջ պետք է նշենք slash-ն, որ հենց կոնկրետ մենակ այդ դեպքում բաժանի, թե չէ ցանկացած բացատ կամ ցանկացած ազատ տեքստ, ցանկացած իրարից առանձնացված տեքստ կտպեր բացատով։ Ու տեսնում ենք, որ 4 էլեմենտ է, ու եթե ասենք սրա երկարություն, այս արդեն տվեց մեզ 4։ Եկեք սա պահենք մի հատ num անունով փափխականի մեջ, հետո հիմա իրանք օգտագործենք, երբ որ նոր ֆայլը բացենք ու իր մեջ գրելու լինենք։ Դե ինչ, հիմա մեզ պետքա բացել մի հատ նոր ֆայլ, որտեղ որ այս ամեն ինչը պահելու ենք։ Ու այդ ֆայլի անունը պետքա լինի ըստ խնդրի, մենք ուղղակի ուզում ենք այս մեր doc.txt-ում ավելացում անենք, այսինքն կբացենք հենց մեր doc.txt-ը։ Doc.txt ասելս ընդհանուր դեպքում ֆայլն ենք get 1 ու ուզում ենք ավելացում անենք, չէ՞, կգրենք ավելացնելու նպատակով, այսինքն ստեղ կասենք a, եկեք սա որպես f պահենք։ Հիմա այս text 1-ը ամեն ինչը սաղ մեջ չկա, հիմա պետք է այս text 2-ը ավելացնենք։ Դրա համար ինչ պետք է անենք ու պետք է նաև ճիշտ ինդեքսով ավելացնենք։ Եկեք մի հատ text 2-ը բաժանենք տողերի, որ իմանանք ամեն տողից առաջ ինչ թիվ պետք է գրենք։ Ասենք text 2 տող առ տող, line by line, հավասարա text 2 get split slash-նայով։ Հիմա պետք է հերթով ցիկլ պտտվենք այս ցուցակի վրա ու արդեն split ենք արել, դրա համար ցուցակ է, էլի։ Ու հերթով տող առ տող text 1-ում ավելացնենք, գրենք իրեն, այսինքն այս f-ում գրենք։ Text 1 ասելս file name 1-ում ավելի ճիշտ։ Մեր հարցն է, թե ինչ ինդեքսով են գրելու։ Եթե ստեղ ուղղակի գրենք for e in text 2 line եւ այլն f get right եկեք մի հատ տեսնենք տենց ինչ է լինում։ Սենց որ աշխատացնենք։
Տեսնենք մեր target file-ը ինչ տեսք է, այս տեսք ունեցավ, ինչը խոստում մնալից է մնում ուղղակի ինդեքսը ավելացնել։ Ինդեքսը ստանալու համար կարող ենք սենց վարվենք, ոչ թե ասենք հենց ցուցակի վրայով պատտվի, այլ ցուցակների ինդեքսների վրայով պատտվենք, այսինքն range len text.index, len text2 line by line, ուստեղ in կլինի մեր ինդեքսը, մենք ամեն պահի կգրենք ստեղ f-ով /եկեք f-string սարքենք, կգրենք ես մեր in, առաջի հայացքից գուցե տենց մտածենք, ու կետիկը կդնենք, բացատ ու կգրենք ես մեր տողը, այսինքն text2 line by line in, այս ձև։ Այսինքն որ գրենք, տեսնում ենք, որ ունենք կոմպիլյացիայի սխալ, որովհետև այստեղ չենք փակել շակերտը։ Հիմա աշխատացնենք։ Սխալ պատասխան, ինչի, որովհետև այստեղ նախ համարակալումը սկսեց 0-ից, երկրորդն էլ նոր տող չի գալիս։ Եկեք ավելացնենք նոր տողի սիմվոլը, այստեղ slash-ն գրենք։ Այս in-ն էլ ինքը 0-ից էր սկսում, բայց այնտեղ արդեն n հատ գնացել ենք, այսինքն պետք է գրենք n գումարած i, ու նաև քանի որ այս range-ի մեջ ինդեքսավորումը 0-ից է սկսում, range-ը 0-ից մինչև այդ len text2 line by line -1 ատալում ես։ Դրա համար +1-ը չմոռանանք գրել այստեղ։ N-ի փոխարեն num ներողություն։ Ու այսպես արդեն խնդիրը լուծեցինք։ Բայց այստեղ նկատենք, որ մեզ հետարքիր է համ ցուցակի էլեմենտները, համ հետարքիր է բանը, ցուցակի ինդեքսները։ Այս իդեալական դեպքա օգտագործելու enumerate, կարող ասել for i որպես ինդեքս ու հենց կոնկրետ տողը line, in ու համարակալած այս text2 line by line-ը, այս է։ Այս սրա համար աշխատենք ու ամեն քայլի այս մեր տողը կլինի այս տեսքով։ F get right, էլի նոր տող, էլի num գումարածի գումարած 1, բայց ուղղակի ստեղ արդեն ոչ թե լինում է այս եկամեց արտահայտությունը, այլ լինում է ուղղակի գրված line, ինչը բավականին ավելի էլեգանտ ձև է այս խնդիրը լուծելու։ Enumerate-ին եթե ծանոթ չեք, կարող եք հին վիդեոներից նայել, սա ֆունկցիաներ երկու բաժնի ժամանակ ենք սովորել։ Դե լավ, մերսի, հաջողներ։